Հարգելի հարկաճարող, այս տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ էր մտել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում մի շարք նոր կարգավորումներ։ Այսուհետ, եթե ունենաք հարկային պարտավորություն եւ դրանք ժամանակին չկատարեք, ապա ուշացման առաջին իսկ օրը այդ մասին հիշեցում կստանաք։ Հիշեցումը կտեղադրվի հարկաճարողի անձնական էջում։ Հիշեցումը ստանալուց հետո, եթե մինչեւ 7 օրացուցային օրվա ժամկետին հաջորդող աշխատանքային օրվանից հետո ձեր հարկային պարտավորությունները դադարած չլինեն կամ ձեր ներկայացրած առարկությունները հարկային մարմինը չընդունի, ապա տեղյակ եղեք, որ կկիրառվեն գանձման եւ արգելանքի միջոցներ։ Մասնավորապես, հարկային մարմինը կարող է որոշում կայացնել չկատարված հարկային պարտավորությունների գանձման, բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների, ինչպես նաեւ շարժական կամ անշարժ գույքի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ։ Կարևոր է իմանալ, որ եթե արգելանքի կիրառումից հետո 30 օրվա ընթացքում ձեր հարկային պարտավորությունները չկատարեք, ապա հարկային մարմնի որոշումները կուղարկվեն հարկադիր կատարումն ապահովող ծառայություն հարկադիր կատարման նպատակով։ Ի դեպ, եթե չկատարված հարկային պարտավորության գումարը 2 միլիոն դրամ եւ ավելի է, ապա հարկաճարողը կարող է դիմել գույքի արգելանքը ապահովման այլ միջոցներով փոխարինելու համար։ Այդ հնարավորությունը տրամադրվում է մինչև 9 ամիս ժամկետով օրենքով սահմանված հիմքերի առկայության եւ հարկային պարտավորության առնվազն 20%-ը մարելու դեպքում։ Հիշեցնենք, որ ապահովման այլ միջոցներ են գրավի պայմանագիրը, բանկերի, ապահովագրական ընկերությունների եւ վարկային կազմակերպությունների տրամադրած երաշխիքները։ Հարգելի հարկաճարող, պետական եկամուտների կոմիտեն կոչ է անում պահպանել հարկային կարգապահությունը եւ հարկային պարտավորությունները կատարել օրենքով սահմանված ժամկետներում անցանկալի հետևանքներից եւ լրացուցիչ ծախսերից խուսափելու համար։